Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Պապոյան, հեղուկ գազը թանկացել է, հարվածից դարձել է շուրջ 200 դրամ, սա ինչով է պայմանավորված։ Չեմ կարող ասել, շուկայական մրցակցային կանոններ են գործում, եթե պրոբլեմ տեսնենք, եկեք ընդունենք հրապարակային, թող Սպառողների իրավունքների պաշտպանության տնտեսական մրցակցության հանձնաժողովը այս հարցը դիտարկի, եթե ես ուղիղ խնդրում եմ հիմա իրենց, եթե կա այդպիսի հարց եւ դա քննարկելի է, անպայման խնդրում եմ Վարույթ Հարությունյան եւ այդ հարցը բացահայտել։ Միշտ եմ հասկանում, օրինակ դուք նույն էլեկտրոմոբիլների այդ արտոնությունը գործվել է ԵԱՏՄ-ն, դուք այսպես ասած դա գովերքում եք ԵԱՏՄ-ի հետ աշխատանքը, բայց ընտրությունների մասով ապավինում եք Եվրամիությանը, ճիշտ եմ հասկանում։ Այստեղ երկու աթոռի նստելու է, ինչպես են ընդունել օրինակ ԵԱՏՄ-ը։ Ես բոլորի հետ շատ լավ եմ աշխատում։ Որ ես վատ աշխատեի որևէ մեկի հետ, ոչ մեկ մեզ Եվրոպայում էլ, Ռուսաստանում էլ ոչ մի բան չի դա։ Ես շատ լավ եմ աշխատում, ես գիտեմ ում ինչ պետք է ուզեմ եւ ինչ պետք է դրա դիմաց տալ, որպեսզի դա ստանա, եւ ես այդ ամեն ինչը անում եմ նրա համար, որ մեր ժողովրդին հնարավորինս լավ լինի։ Այսինքն եթե դուք չընտրվեք, նշանակում է ինչ որ մի կենտրոնից միջամտել են ընտրություններին, ճիշտ եմ հասկանում։ Եվ ինչու եք եթե այդպես վստահ եք, որ հաղթելու եք, ինչու եք այսպես բոլոր ձեր ընդդիմախոսներին կալանքի տանում եւ այլն։ Ինչն է սա պատճառը։ Եթե հաղթելու վստահ լինելը եւ հանցագործության մեջ մեղադրվող անձանց օրենքով նախատեսված պրոցեսները չկատարել ինչ կապ։ Այսինքն եթե մենք վստահ ենք, որ հաղթելու ենք, անգործության մատնվեն մեր իրավական մարմինները, ասենք երկրում ով ինչ ուզի անի, բա ձեր անվտանգությունը, բա մեր անվտանգությունը, բա մեր երեխեքի անվտանգությունը, բա ասենք բաները ինչ էր անում։ Մեր ձևով եկեղեցին պաշտպանելու համար ինչ է արել։ Դե ես կարծում եմ, որ լեզվաբաններ ասում են, որ այդտեղ ես կարծում եմ, որ քրեական գործում բավարար չափով նկարագրված ամեն ինչ, ես հիմա ոչ փաստաբան եմ, ոչ քննիչ, ոչ էլ դատախազ, որ միջամտեմ այդ։ Պարոն Պապոյան, Հայաստանը ապագայում ձեզ նույն դատավորները դատեն։ Որսական Մարտիրոսյանը, Մասիս Մելքոնյանը, եթե առաջիկայում բայց ինչի պետք է դատեն, եթե ես որևէ բան չեմ։ Դե ինչ գիտեք, Պարոն Պապոյան, եւ Ես բայց եկեք ավարտենք, քաղաքականությունն է կարևոր, թե քավոր սանիկական հարաբերությունները։ Ես այդ հարցին ում որ առաջ անգամ այդ հարցը տրվել է, ինքը պատասխանել է եւ ես ավելացնելու բան չունեմ։ Ես այո, պատասխանվել է եւ ավելացնելու բան չունեմ։ Այն ինչ որ ասվել է, ասվել է։ Ուղղակի քպականների մոտ սովորություն է ուրանալ իրենց քավորներին, օրինակ նույն Հայկ Կոնջորյանը։ Ես չգիտեմ ով ինչա եւ այլն, այդպեսի բան նախ դա ձեր գնահատականն է, այդպես չի, նախ այդպես չի եւ երկրորդը դա ասացի։ Չեմ ուզում ավելացնեմ որևէ բան, որը այդ իրավիճակի վրա ես այդ թեմայով որոշել եմ չխոսել, խոսել են մարդիկ, հարցատրվել, պատասխանել են, շարունակեմ կլռեմ, որովհետեւ իմ կարծիքով այդպես բավարար պատասխաններ տրվել։ Պարոն Պապոյան, բայց մի հարց էլ էլի այդ վառելիքի հետ կապված հիմա որ ասացիք բերվում այդ նոր խմբականակը Հայաստանը պարբերաբար պատասխան առաջարկներ հնչեցնում, որ նաև Ադրբեջանը օգտվի Հայաստանի ճանապարհներից, ինչու արձագանք չկա միջև հիմա ձեզ։ Դե տեսեք իրենք այսպես թե այնպես այդ ճանապարհը ունեն։ Իրենք այսպես թե այնպես հարմար ճանապարհներ ունեն, այդ ես վստահ եմ, որ ինչ որ փուլում իրենք օգտվելու են, իրենք շարունակում են բավականին երկար եւ ծախսատար ճանապարհներից օգտվել։ Բայց Հայաստանի առաջարկը չընդունել, ինչու։ Ես ենթադրում եմ, որ սպասում են ամբողջական կարգավորմանը, որից հետո նոր Այսինքն ինչ որ ռիսկեր են տեսնում, չեմ կարծում, մտահոգություն բացարձակ ես չեմ տեսնում, պարզապես մոտեցման խնդիր է։ Մենք իրենք կարծում են, որ պետք է ամեն ինչ ավարտելու միանգամից, մենք կարծում ենք, որ կարելի է զուգահեռ անել։ Ինչպես Եվրամիության հետ որ քննադատել են իրենք այդ Հայաստան Եվրամիություն, այսպես այդ հռչակագրում։ Բե հասկացա ԱԳՆ-ի հետ քննարկելի քաշը ես չեմ կարծում, որ մեր մասով որևէ խոչընդոտ կա։ Չէ, ուզում ասեմ, դա չի խանգարելու իրենք, այսինքն ինչ որ պատճառներ են բռնում չստորագրել։ Ես կարծում եմ, որ այդպիսի պատճառի առիթ
դա վստահաբար չի կարող լինել։ Պարոն Պապյան, հիմա այս ճանապարհով բեռը երբ որ գալիս է, մի երկու անգամ արդեն եկել են բեռնատար։ Հիմա շահավետության առումով ինչ փոխվեց, այսինքն նախորդ երթուղին այս երթուղին։ Լավ հարց եք տալիս, որովհետև ուրեմն միեսպիսի հարց տամ ձեզ, իրավիճ նկարագրեմ։ Ուրեմն նախորդ տարի այս ժամանակ ես նայում եմ ինվոյսները 190-ից $200 ենք Ռուսաստանից սահմանին ստացել ուրեմն բեռնափոխադրումով ցորենը։ Այսօր գները 275-ը ցորենի։ Այսինքն ինքը ուղղակի գինը փոխվել է, գինը բարձրացել է։ Հիմա սա կարա օրինակ նպաստի, որ ավելի արագ ստանանք, ավելի անխափան ստանանք, 10 կամ $20 օրինակ ավելի էժան ստանանք։ Այո, բայց ես ուզում եմ ասել այլ գործոնները ավելի շատ են ազդում։ Մենք ստեղ կարող է այս եղանակով $20 գինի իջացնենք, բայց տեսեք այն մի տարբերակում մինչև $85 ինքը, ասենք, բանը գինը բարձրացել է, որովհետև տեղում անցած տարի բերքը շատ է եղել։ Ուրեմն գները ավելի ցածր են, այս տարի բերքը ավելի քիչ է եւ գները բնականաբար բարձրանում են։ Այսինքն ուզում եմ ասեմ, կարող ենք ակնկալել տեսականորեն, որ ավելի արագ կլինի, այո, որտեղ դա ավելի արագ է, հերթերը պակասում են։ Կարող ենք ակնկալել, որ ավելի էժան կլինի, այո, ավելի էժան կլինի, բայց դա հիմա հաջորդ տրամաբանական հարցը կլինի։ Բայց այդ դեպքում հացի գնի վրա ինչքան է ազդելու, ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետև նորից մի հատ ուրիշ օրինակ բերեմ։ Ցորենը ձեր ասել է պետք է հասնել է։ Այո, կամ եթե բայց բարձրացել է գինը, կամ հիմա այսօր կուրսը ռուբլու 5 է, չէ՞։ Հիմա եթե վաղը դարձավ 6։ Ավտոմատ բարձրանալու է, կամ վաղը դարձավ 4։ Ավտոմատ իջնելու է, բայց դա կապ ունի երթուղու։ Իհարկե, եթե դուք առնում եք օրինակ պայմանական ինչ-որ բանը 4 ռուբլով, կամ լավ 1 ռուբլով, մի դեպքում եք 1 ռուբլու համար վճարում եք 4 դրամ, մի դեպքում վճարում եք 5 դրամ, մի դեպքում վճարում եք 6 դրամ։ Այսինքն այնքան շատ գործոններ է ազդում, որ նույնը կերպ հիմա կարող է հասը մեկ այլ գործոնի պատճառով գինը իջնի, բայց սխալ կլինի պնդում է, ես ասեմ, այ տեսեք, դա միայն երկաթուղու շնորհքն էր։ Այնքան բազմաթիվ գործոններ կա։ Իսկ մարդիկ ոնց են դա զգալու, այդ փոփոխությունը, մարդիկ քաղաքացիները ոնց են զգալու, այդ ոնց ասում եք դա ապաշրջացած։ Այս ասեցի, բանն անվտանգություն կա, ընդհանուր առմամբ գների էժանացման վրա էթնիկ գործոնով դրական ազդեցություն, արագություններ, բեռնափոխադրումների։ Հիմա օրինակ, մենք դեպք ենք ունեցել, լարսը փակվել է, որովհետև ջնաբուկ կամ սելավ։ Մենք ինչ ենք անում, գնում ենք մեր պահուստային ցորենը, սկսում ենք օգտագործել։ Հակառակ դեպքում երկրում հաց չի լինի։ Դրա համար մենք ունենք պահուստային միջոց։ Հիմա այդ դեպքում մենք այդ պահուստիներ չենք գնա, բա որ լավ ամսով չվերանորոգեն, ինչ ենք ունենալու։ Հիմա այդ դեպքում փակվեց, այլ ընտրանքային ճանապարհ կա։ Էսա, այսինքն այդ այնքան բազմաշերտ հարց է տալիս, որ բազմաթիվ գործոններ դրա վրա ազդում են։ Շնորհակալ եմ։